Բարի լույս, այսօր հունիսի 18-ն է, Հարևան Վրաստան պաշտոնական այցով այսօր կմեկնի նախագահ Սերժ Սարգսյանը, այնտեղ նա կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլիին, հանդիպումից հետո նախագահները հանդես կգան հայտարարությամբ մամուլի համար, իսկ թե ինչ կասեն նրանք, կիմանանք այսօր ավելի ուշ, այցը երկօրյա է։ Հունիսի 18-ին ծնվել է հայտնի բրիտանացի երաժիշտ, Beatles խմբի համահիմնադիր Փոլ Մաքքարթնին։ Այսօր նա դառնում է 72 տարեկան։ Մաքքարթնին գրանցվել է Գինեսի գրքում որպես ամենահաջողակ երաժիշտ եւ կոմպոզիտոր։ Բրիտանական երգիչը 16 անգամ դարձել է Գրեմի մրցանակակիր վաճառքի ցուցանիշներով, ինչպես նաև երաժշտագետների եւ ունկնդիրների շրջանում BBC ռադիոկայանի անցկացրած հարցման համաձայն Սր Մաքքարթնիի Yesterday երգը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն երգերից մեկը։ Yesterday came suddenly. Why she had to go, I don't know. She wouldn't say. Ամեն չորեքշաբթի Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ գտնվող սրճարանում կազմակերպվում են կինոդիտումներ։ Նախաձեռնողը կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանն է։ Այսօր խոսելու ենք հենց նրա հետ։ Ողջույն Դիանա։ Ողջույն Նվարդ։ Ոնց ես։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ։ Դիանա, սովորաբար արվեստի, կինոյի, հեռուստատեսության մարդիկ մեծ դժվարությամբ են առավոտյան արթնանում, ձեզ մոտ ինչպես է։ Ես էլ եմ սիրում քնել, բայց սիրելի կայքի համար կարելի է շուտ զարթնել։ Շնորհակալություն։ Դիանա, կասեք, նախ այսօր երեկոյան ինչ ֆիլմ է նախատեսվում, որ ժամին։ Արդեն երկրորդ տարին է մենք ժամը 8-ին չորեքշաբթի օրերը կինո ենք ցույց տալիս եւ այսօր բացառություն չէ, նույնպես ժամը 8-ին երեկոյան։ Երկրորդ անգամ որոշեցինք ցույց տալ նույն ֆիլմը, անցած չորեքշաբթի էինք այդ ֆիլմը ցույց տվել, Ուես Անդերսոնի ֆիլմը վերջին, որը կոչվում է հայերեն ոնց էր։ Կներեք, որը կոչվում է հոթել կամ հյուրանոց Grand Budapest, ֆիլմը կոմերցիոն եւ հեղինակային կինոյի սահմանին է գտնվում եւ բոլոր մեր ֆիլմերը աշխատում են կընտրել այն ֆիլմերից, որոնք ցույց չեն տալիս երևանյան կինոթատրոնները, որպեսզի մեր կինոմաները երևանյան կարողանան հագեցնել իրենց քաղցը։ Իսկ ֆիլմերի ընտրությունը միայն դու ես անում։ Ես եմ անում, բայց ես հաշվի եմ առնում իմ ընկերների եւ ծանոթների կարծիքը, բոլոր առաջարկները Facebook-ով օրինակ ֆիլմերի հետ կապված, ես միշտ հաշվի եմ առնում եւ այս անգամ երկրորդ անգամ նույն ֆիլմն եմ ցույց տալիս, որովհետեւ շատ մարդիկ չհասցրեցին եւ մենք չկարողացանք տեղավորել մեծականակ, քանի որ ակումբային տարբերակ է, շատ մարդ չեն կարող տեղավորել, այնպես որ երկրորդ շանսը տվեցինք մարդկանց նույն ֆիլմը դիտելու։ Լավ, իսկ հիմնականում ովքեր են գալիս ու արդյոք մուտքը ազատ է։ Սա կոմերցիոն նախագիծ չէ, դրա համար մուտքը անվճար է եւ գալիս են մարդիկ, ովքեր սիրում են լավ կինո, միգուցե իրենք տեսել են այդ ֆիլմը տանը, բայց այնքան հետաքրքիր մթնոլորտ, այնքան լավ մարդիկ են գալիս եւ հաճելի ծանոթություններ կարող են տեղի ունենալ, այնպես որ մարդիկ կարող են կրկին գալ նույն ֆիլմը դիտելու կամ իրենք դիտել են, բայց իրենց հետ մայրիկներին վերել իրենց, չգիտեմ, օրինակ շատ հաճախ լինում է, որ ծնողների հետ են գալիս եւ հիմնականում լրագրողներ, թատերական ինստիտուտի ուսանողներ, դերասաններ, ավելի երևի կարելի ասել արվեստի սիրող եւ արվեստի մեջ գտնվող մարդիկ։ Իսկ արդյոք սահմանափակվում եք միայն կինոդիտումներով, թե դրանից հետո նաեւ քննարկումներ են լինում։ Անպայման լինում են քննարկումներ, մանավանդ երբ հայ ռեժիսորների ֆիլմեր ենք ցույց տալիս, հաճախ հենց նույն թատերական ինստիտուտի ուսանողները իրենց ֆիլմերը ցուցադրում են մեզ մոտ, եւ քանի որ ռեժիսորը ներկա է լինում, ավելի հետաքրքիր է լինում քննարկումը, դու կարող ես հարց տալ ռեժիսորին, նա պատասխանի, բացի կինոդիտումներից անում ենք movie quiz-եր, ինչ է դա մեծ էկրանին ֆիլմերից կադրեր, սկրինշոթեր կամ սաունդթրեքեր կամ ցիտատներ, մարդիկ բաժանվում են թիմերի եւ սկսում են գուշակել, թե որ ֆիլմերից է դա։ Շատ լավ, շնորհակալ եմ առավոտը մեզ հետ սկսելու։ Ես էլ եմ շնորհակալ։